Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր երիտքած ոդկասթների շարքը եւ այսօր մեր հյուրն է Ազգային ժողովի Հայաստան դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Բարև ձեզ Տիկին Գրիգորյան։ Տիկին Գրիգորյան, մեր թիրախային խումբի ինչպես գիտեք երիտասարդներն են, բայց այսօր ուզում ենք ավելի շատ քաղաքական թեմաներով միասին զրուցել ու վերջին շրջանում իշխանության կողմից այս հակաեկեղեցական քաղաքականությունը որ տարում է ոնց կմեկնաբանեք, ինչի համար դա արվում ու ինչով դա կարող է ազդել հասարակության վրա։ Ես ուրախ եմ, որ դուք հենց ճիշտ ձևակերպումը դրեցիք, որտեղ սա իսկապես հակաեկեղեցական արշավ է։ Չնայած իշխանության այն ռոպագանդային, որ սա առանձին հոգևորականներին վերաբերող հարց է, պետք է իրականությունը տեսնել, որ սա խնդիր է մեր ընդհանուր հայերիս վերաբերող ինքնության տարբերակող ինստիտուտների վերացման քաղաքականությունը եւ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին չէր կարող անմասն մնալ իշխանության վարած քաղաքականությունից։ Եթե ոմանք այսօր մեզ լսելիս կմտածեն, որ մենք այսպես ընդդիմադիր հայացքներից ուղակի վերլուծություններ ենք կատարում, ես պարզ ուղակի մի քանի հարցադրում անեմ, որպեսզի մարդիկ իրենց համար պատասխանելիս ի վերջո եզրահանգումների կան։ Օրինակ, 18 թվականից այս իշխանությունները միջև օրս ձայն ու ծպտուն չեն հանել։ Այն բոլոր խոսակցությունները, որոնք իրենք ներկայացնում են որպես փաստ, որպես իրողություն, կաթողիկոսի հետ կապված, այդ քննարկումները, այդ բամբասանքները տարիներ շարունակ մեր հասարակությունում պտտվել է։ Ես որ ընդհանրապես քաղաքականության մեջ չեմ եղել, ուսանող եմ եղել եւ այլն, նման զրույցներ եղել է մեր հասարակության մեջ։ Իմիջիայից երեքը պետական падգամավորից մեկն էր ասում էր, բա գիտեք ժամանակին հրապարակ թերթում է այդ ամենը գրված եղել։ Նշանակում է իրենք այդ ամենը գիտեին, իրենք այդ ամենի մասին լսել էին, չէ՞։ Հետևաբար, եթե մինչև 2024-25 թվականների իրենք ձայն ու ծպտուն չեն հանել, սելֆիներ էին անում, տարբեր եկեղեցական ծեսերի էին մասնակցում, նշանակում է իրենց համար դա ընդհանրապես խնդիր չէր։ Այսինքն իրենք այդ պրիզմայով եկեղեցուն եւ հոգեվորականներին չէին դիտարկում։ Ինչ եղավ 24 թվականին։ Եղավ այն, որ Արցախի էթնիկ զտումից հետո, երբ այս իշխանությունները որդեգրեց քաղաքականություն չխոսել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, մեր պատմամշակութային ժառանգության պաշտպանության մասին եւ Արցախի ժողովրդի հետ կապված մի շարք այլ հարցերի մասին, ինչպես նաեւ մեր գերիների վերադարձի մասին, այդ բաց արտաքին քաղաքականություն որոշակիորեն սկսեց լրացնել եկեղեցին։ Կաթողիկոսը ինքը տարբեր համաժողովներում, նույնիսկ ինքը կազմակերպել էր տարբեր համաժողովներ եւ վերջինը եղավ Բեռնում, որից հետո եւ այդ հարցերը Բեռնում կաթողիկոսը բարձրաձայնեց, որից հետո սկսեց այս արշավը։ Վերցրեք ժամանակային առումով համեմատեք եւ դուք ինքներդ կհամոզվեք, որ բացառապես այս տրամաբանությամբ է եղել։ Միջև Բեռնի համաժողովը իրենք խնդիր չեն ունեցել, Բեռնում բարձրաձայնեց խնդիրներից 1 թե 2 հետո բառացիորեն կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսում է մեր եկեղեցիների չուլանացման մասին, հաջորդ օրվանից ամենավերջին բառապաշարով ինքը եւ Աննա Հակոբյանը սկսում են խոսել եկեղեցականների մասին, այսինքն սա է իրողությունը։ Իրենք խնդիր չունեին առանձին հոգևորականների, այդ թվում նաև կաթողիկոսի կյանքի առանձնահատկությունների մասին այդ բամբասանքները լսել էին, բայց իրենք չէին էլ ուզում դրա մեջ խորանալ, բայց հենց եղել է եկեղեցու եւ հատկապես կաթողիկոսի վարած քաղաքականությունը Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասով եւ այն բոլոր հարցերով, որոնք խնդրահարույց են Ադրբեջանի համար, այդ պատվերն իջեցվել է Նիկոլ Փաշինյանին եւ հետեւաբար պետքա գնար քաղաքականություն ընդդեմ եկեղեցու։ Ես ուզում եմ մենք ընդհանուր կոնտեքստը ճիշտ հասկանանք։ Նիկոլ Փաշինյան-Ալիև ձեռքաբերվում պայմանավորվածություն։ Իմջելուց այդ ամեն ինչը մի քանի ամիսների ժամանակահատված է, որտեղ տեղի են ունենում բանակցություններ Թուրքիայի հետ, տարբեր հանդիպումներ Աբու Դաբիում եւ այլն, եւ հետո էլ Վաշինգտոնում պետքա լիներ։ Եվ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս Ալիևին, որ այն փաստաթուղթը, որ իրենք նախաստորագրել են եւ որի չեմ հիշում որ երրորդ կետն է, բայց կարծես թե վերջին կետերից մեկն է, որտեղ խոսվում է, որ երկրները պարտավորություն են ստանձնում սեփական երկրում ռևանշիզմի եւ այլնի դեմ պայքարելու մասով, իսկ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Ալիևը դիտարկում են որպես այն ինստիտուտ, որը կարող է հայ ինքնության տարեր պարունակող խնդիրների մասին բարձրաձայնումներ իրականացնել։ Որտեղ այստեղ խնդիրը ոչ միայն այդ բարձրաձայնումների մասին, այլ եթե տեսնում ենք ռետորիկան, ապա դա կոնկրետ եկեղեցու դեմ է, էլի, այսինքն այն ինչ որ խոսում են ոչ թե անձանց են թիրախավորում, այլ հենց եկեղեցուն են թիրախավորում, որտեղ այն բառապաշարը, որ օգտագործում են, ուղղակի խայտարակություն է, էլի, այն էլ Բարսասյան պաշտոնյաների կողմից։ Ես հուսով եմ այս բանի նկարագրությունը, այս քրոնոլոգիայի նկարագրությունը մարդկանց համար པարզ կլինի, որ չի եղել ուղղակի սրտացավություն այս իշխանությունների կողմից գնալ եւ եկեղեցու մեջ բարեփոխումներ իրականացնել, չնայած նման դեպքում իրենք այդ պարտականությունն ու հնարավորությունը չունենել, որովհետեւ եկեղեցին զատված է իշխանությունից եւ տարբեր ինստիտուտներ են չի կարող վարչապետի պաշտոնը զբաղեցնող
կառուցնող անձը որոշել, թե օրինակ եկեղեցում կանոնագիրքն ինչպիսին պետք է լինի, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ նման հավակնություններ է հայտնում, որ կանոնագիրքը պետք է փոխվի, սա պետք է լինի, այսինքն եկեղեցու բարեփոխումների հայեցակարգ է ներկայացնում, ինչը ընդհանրապես ինքը նման լիազորություններ չունի։ Սա ուղղակի ուզեցի ֆիքսել։ Հետո գիտեք, աշխարհում տարբեր եկեղեցիներ, այդ թվում նաև օրինակ կաթոլիկ եկեղեցին բազմաթիվ խնդիրներ ունի։ Իրականում մեր եկեղեցին էլ դարերի պատմության ընթացքում բազմաթիվ խնդիրներ է ունեցել։ Այնպես չի, որ ինստիտուտը ինքնին բացարձակ իդեալական է, այդպես որևէ տեղ չկա։ Բայց օրինակ ես չեմ պատկերացնում, որ կաթոլիկ եկեղեցում արձանագրված խնդիրներից որևէ մեկի ժամանակ, մեկ էլ օրինակ հիմիկվա գործող Իտալիայի վարչապետը Ջորջա Մելոնին վեր կենա ու ասի մենք պետքա գրոհենք Վատիկանի վրա։ Որևէ մեկի մտքով դա չի անցնի, հասկանում եք։ Իսկ կաթոլիկ եկեղեցում խնդիրներն այնքան շատ են, Համլետ ջան։ Ամենօրյա ռեժիմով կարելի է տարբեր հրապարակումներ կարդալ ու արդեն փաստարկված, ոչ թե sense բամբասանքի մակարդակի, փաստարկված, բայց կրկնում եմ, որևէ մեկի մտքով ուղղակի չի անցնում, որ կարելի է նման հակաեկեղեցական գործունեություն ծավալել։ Գրոհելու հետ կապված մենք այս ոդկասթը ձայնագրում ենք շաբաթ օրը, հիմա վաղը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետքա գնա ու Ստեփան Ասատրյանի հետ, Հովանավանքում ինչ որ պետքա հանդիպում ունենան, ինչ պետքա ունենան, ըստ էս որն է նպատակը ու ինչի է դա հանգեցնելու։ Այսօք դա քաղաքացիական պատերազմի չի հանգեցնի, որովհետև դրան է գնում ամեն ինչ։ Ես դրան կգամ, բայց մի հատ էլ ուզում եի առանձնահատկություն նշել։ Եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ուզում էր այդ բարեփոխումների մաս դառնալ, չգիտեմ, չնայած նման լիազորություն չունի, բայց որպես իբր հավատավոր հայ, չնայած ես իր բոլոր հայտարարություններից ելնելով, ես չեմ տեսնում նրա մեջ քրիստոնյա անհատի, որովհետև քրիստոնեություն նշանակում է լինել խոնարհ, թշնամանք չսերմանել, թշնամանք չտարածել։ Իսկ ես մարդու եւ նրա խմբակցության անդամների ամբողջ խոսքը թշնամանքի վրա է։ Այդ պիտակավորումները, այդ վիրավորանքը քրիստոնեության համար անընդունելի բան է։ Եթե ես ուզում եմ քննադատել, այո, պետք է քննադատել, բայց թշնամանք չսերմանել եւ չհասցնել այն գիծը, որ քրիստոնյա մարդու համար ուղղակի անթույլատրելի է։ Եվ հետո, եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կան անբարևարք հոգեվորականներ եւ այլն, այդ դեպքում հարցը առաջանում, օրինակ Միքայել Սերբազյանը բա ինչի համար է նստած։ Խոսքի համար։ Հա, Միքայել Սերբազյանն էլ էր ձեր պատկերացրած ոչ բարևարք հոգեվորականը, բա իրան ինչի եք նստածրել։ Բա Արագածոտնի թեմի առաջնորդի նկատմամբ այդ հետապնդումը, որ սկսել եք մի մարդու ցուցմունքով, այդ մենք որ թվում ենք ապրում, որ մի մարդու ցուցմունքով Սերբազյան մարդուն է նստածրել, բայց ես հələ միայն հոգեվորականների մասն եմ խոսում։ Այսինքն, եթե ձեր խնդիրը միայն կաթողիկոսի հարցն էր, այդ դեպքում 3 թեմի առաջնորդ այսօր ինչի համար են նստած, վստահաբար ոչ են ամեն ինչի համար, ինչի դուք մեղադրում եք կաթողիկոսին կամ տարբեր հոգեվորականներին, նշանակում է դուք ընդհանրապես եկեղեցին գլխատման ճանապարհով եք գնում, ու անհատների հարցը չի, ինստիտուտնի հարցն է։ Սա ուղղակի հերթական արձանագրումն եմ ուզում անել։ Եվ հաջորդը թե ինչ տեղի կունենա վաղը։ Նախ ինքնին հասկանում եք, մենք абսուրդների իրականության մեջ ենք ապրում։ Կավկան իրականում մեր օրերում ապրեր, մի հատ սյուրռեալիստական, մի հատ փայլուն ստեղծագործություն կգրեր։ Դատավարությունը իսկական մեր ժամանակի Դատավարությունը միանշանակ Յոզեֆ Կայի կերպարը, մենք ամեն օր այդ կերպարի մեջ ենք արթնանում, ինչա տեղի ունենում մեր շուրջը։ Այսօր արթնացել ենք, բարձում է ինչ որ ձայնագրություն է, չգիտենք էլ արհեստական բանականություն է, իսկական է եւ այլն, իսկ եթե իսկական է, ընդհանրապես մասնավոր կյանքի առանձնահատկությունը տարօրվում, ոչնչացվում է, մեզանից որևէ մեկս ապահովագրված չենք։ Սա ուղղակի խայտարակություն է եւ հայ ժողովրդի որևէ ներկայացուցիչ սա ուղղակի հանդուրժել չի կարող։ Սա այսպես։ Բայց ինչ է ասում, մարդը գնալու է եկեղեցի եւ այնտեղ պատարակ է մատուցելու կարգալուց եղած հոգեվորականը։ Ոնց կարա կարգալուց եղած հոգեվորականը պատարակ մատուցի։ Կարգալուց հոգեվորական Տեր Արամի ինչ էր։ Ստեփան կարող ենք ասել։ Ստեփան Ասատրյան, այո։ Ստեփան Ասատրյանը կարող է հավասարաչափ պատարակ մատուցել, ինչպես ես կարող եմ այնտեղ պատարակ մատուցել։ Իմ եւ Ստեփան Ասատրյանի կարգավիճակների միջեւ ես տարբերություն չեմ տեսնում։ Հիմա նրա մատուցած պատարակին մասնակցելը տիպիկ աղանդավորական գործունեություն է։ Այո, իրենք հիմա ես գիտեմ, որ նաև ռեսուրսի, վարչական ռեսուրսի, տարբեր մարդկային ռեսուրսի հավաքագրման հարց են լուծում, որպեսզի վաղը գնան այնտեղ, բայց սա ուղղակի խայտարակություն է։ Ես չգիտեմ ուրիշ ինչ բառ նկարագրել։ Ես գիտեմ, որ եկեղեցին ունի դիրքորոշում հանկարծ որևէ բախում թույլ չտալու համար, որովհետև քաղաքացիական բախումները որևէ կերպ մեր ժողովրդի շահերից չեն բխում։ Այո, Նիկոլ Փաշինյանի մարտավարությունն է ցանկացած իրավիճակում այնպիսի բևեռացվածություն ստեղծի, որից ինքը կարող է օգուտ վերցնել, բայց դիմացը կանգնող մարդիկ այս դեպքում հոգեվորականների լինեն կամ հավատավոր հոտը լինի, ինքը հակված չի բռնության, ինքը հակված չի բախման, եւ եթե սա օրինակ մի անգամվա ինչ որ էպիզոդ լինելու, ինչ իհարկե խայտարակություն է, բայց եթե շարունակական ինչ որ բնույթ կրի, բնականաբար սիստեմատիկ սրան որևէ արձագանք պետքա լինի։ Իսկ ընդդիմությունը ի՞նչ է ձեռնարկում այս ամեն ինչի հետ կապված։ Դուք ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավոր եք ու ինչ կարծիք ունեք ու ընդհանրապես քննարկումներ եղել են թե ինչպես կարելի է այս ամեն ինչին։
դիմակայել։ Բնական շատ ճիշտ հարցադրում եք հնչեցնում, որովհետև այստեղ տարբեր սեգմենտների համագործակցության խնդիր կա, առանձին եկեղեցին միայն այս հարցը չի կարող լուծել, առանձին քաղաքական ուժեր չեն կարող լուծել, բայց այստեղ մի առանձնահատկություն կա։ Խնդրի լուծման պատկերացումների, եթե կարելի ասել նույնիսկ մոնոպոլիան պատկանում է եկեղեցուն։ Եկեղեցին ինքը պետք է պատկերացնի, թե ոնց է լուծում այդ հարցը։ Օրինակ ես վաղը կարամ գնամ Տեր Արամի ձեռքից բռնեմ հանեմ, օրինակ, բայց դա պետք է եկեղեցու պատկերացումը լինի, այսինքն նախ եւ առաջ եկեղեցունն է որոշում կայացնելու մոնոպոլիան այս տիրույթում, որովհետեւ այդ եկեղեցին պատկանում է, այդ շենքը եւ մնացած ամեն ինչը եկեղեցուն է պատկանում եւ հետեւաբար մայրաթոռը ինքը պետք է որոշի, թե հարցը ինչպես պետք է լուծել։ Մենք օժանդակողի դերում կարող ենք լինել։ Այո, կաթողիկոսը դիրքորոշումը կամ ավելի շուտ մայրաթոռի դիրքորոշում հայտնելուց հետո թող որևէ մեկը չկասկածի, որ մենք գտնվելու ենք մայրաթոռի մեջքին կանգնած, սա վստահաբար։ Այսինքն, երբ որ դուք ասում եք, «Բա դուք ինչ եք անում», այստեղ ավելի շատ պետք է ասել, որ մեր գործողությունները պետք է լինեն բխող այն տրամաբանությունից, որ մայրաթոռն է պատկերացնում։ Մենք չենք կարող օրինակ գնալ, օրինակ մեր պատկերացումով կարելի է մի խումբ օրինակ եմ ասում, հա, ոչ թե քննարկել ենք որոշել ենք, այլ ենթադրենք մենք էլ պատկերացնում ենք, որ մենք էլ մի խումբ մարդկանցով պետք է գնանք եւ այնտեղ վաղը նաեւ եթե չեմ սխալվում, այլ հոգեվորական հայտարարել է, որ ինքը պետք է այնտեղ լինի, այսինքն մենք էլ գնանք նրան սատարելու, sense ինչ որ կարող է եւ որևէ քաղաքական ուժ նման պատկերացում ունենա, բայց մայրաթոռի պատկերացումներից ելնելով է, որ մենք պետք է մեր քաղաքականությունը եւ մեր մարտավարությունը մշակենք։ Այստեղ առաջնահերթությունը եկեղեցու պատկերացումներն են, որոնց մենք կարող ենք իհարկե սատար կանգնել։ Ըստ ինչքանով է շանսերը, որ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին կվերընտրվի ու ինչ կարծիք ունեք նաև որպես Հայաստան Դաշինքի պատգամավոր, արդյոք պետք է հանդիմությունը միասնական ճակատով մասնակցի ընտրություններին, թե պետք է առանձին մասնակցեն։ Ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու հնարավորություն չունի, միանձնյա իշխանություն ձևավորելու հնարավորություն չունի, եւ եթե չեք վստահում իմ կարծիքին, կարող եք ընդհանրապես տարբեր սոցիոլոգիական հարցումներ բացել եւ նայել, բայց եթե այդ սոցիոլոգիական հարցումներին չեք վստահում, պարզապես հետեւյալ հարցին պատասխանեք. եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ժողովուրդը իրեն ընտրելու է, ինչու է համատարած ձերբակալություններ եւ կալանավորումներ իրականացնում։ Եթե իր համար խնդիր չեն ընդդիմախոսները, հեղինակություն ունեցող անձինք, ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը այդ բոլոր մարդկանց մեկուսացնի, պախարակի, տարբեր հետապնդումներ սկսի, նշանակում է մարդը լավ է հասկանում, որ այդ բոլոր ազդեցիկ մարդկանց ներկայությամբ եւ քաղաքական դաշտում իրենց գործունեությամբ ինքը ուղղակի հնարավորություն չունի վերընտրվելու։ Թե չէ համատարած ռեպրեսիաներն ինչ նշանակություն կունենան։ Բոլոր այն համանքներում, որտեղ ընդդիմադիր քաղաքապետ կա, տեսեք, համատարած կամ ձերբակալում են կամ կալանավորում են, տակ ինչ որ բան իհարկե դնում են, բայց նկատի ունեմ բոլորի նկատմամբ դա նույնիսկ այն մարդիկ ովքեր որ հիմա ասում են այ ընդդիմադիր համայնքապետը ես դες վստահեցնում եմ տակից լիքը օրինակ ես գիտեմ էլ ինչ հետապնդումներ են իրականացում սովորաբար օրինակ ասում են Կապանի համայնքապետը նախ շատ սիրված ու ընդունելի համայնքապետ է մեր քաղաքի համար բայց ես գիտեմ թե ինչպիսի ճնշումներ է իրականացվում նրա նկատմամբ այն որ ամենօրյա ռեժիմով դրա մասին բարձրաձայնումներ չկան բայց ես գիտեմ նրա իր ընտանիքին պատկանող ձեռնարկությունների նկատմամբ ինչպիսի գրող կա ամենօրյա ռեժիմով, հա, ու մենակ շատերին թվում է թե ճնշում ասելով նկատի ունեն միայն փակելը, չէ, մինչև փակելը ամեն մեկի նկատմամբ մի ուղղությամբ բան է գնում, այսպես քարոզչություն է գնում կամ թիրախավորված աշխատանք է իրականացում, կամ օրինակ Գորիսի համայնքապետի օրինակն եմ բերում։ Գորիսի համայնքապետի դեպքում նախ հիշում եք իրան նստացրեցին որոշ ժամանակ 21 թվականի ընտրություններից հետո եւ այդ ընթացքում տեղի ունեցավ Գորիսի ընտրություններ եւ ինքը նստած Արուշ Արուշյանյան նստած լինելով բանտում հաղթեց ընտրություններին, բայց դրանով իրենք չհանգստացան, հիմա էլ գործ են սկսել եւ դատարանը կարծես թե որոշում է վճիռ է կայացրել, չնայած ոնց որ թե հիմա Վճռաբեկ դատարանում է այդ գործը, որ Արուշ Արուշյանյան չի կարող պաշտոն զբաղեցնել։ Այսինքն կամ փակում են, փակելով հասկանում են, որ բան չի փոխվում, հիմա էլ որոշում դատարանի միջոցով, իսկ այսօր դատարան ասելով հասկանում ենք Նիկոլ Փաշինյանին, դատարանի միջոցով փորձում են որոշում ստանալ, որը օրինակ քաղաքապետը չի կարող այլևս զբաղեցնել պաշտոն։ Այսինքն այս համատարած ռեպրեսիաների ֆոնին ես կարող եմ ասել, որ այո Նիկոլ Փաշինյանը միանշանակ մտավախություն ունի, որ կարող է չվերընտրվել, այսինքն ոչ թե մտավախություն ունի, վստահ է, որ չի վերընտրվելու։ Հետևաբար ինչ պետք է անի։ Պետք է մեկուսացնի իր հիմնական հակառակորդներին, այս համատարած ռեպրեսիաների ու իմիջիալոց դա միայն քաղաքականը չի, բահարկային տերորը։ Ես չգիտեմ դուք որքանով կապ ունեք այն մարդկանց հետ, ովքեր մասնավոր բիզնեսով են զբաղվում, ես ես վստահեցնում եմ, որ բոլորի հետևից գնում են, հարկային տերոր են
իրականացնում, որպեսզի այդ մարդիկ հանկարծ չփորձեն այլ կարծիք ունենալ կամ իշխանությանը դեմ որևէ գործողություն իրականացնեն, եթե նույնիսկ դա ընտրությանը դեմ քվեարկելն է։ Հիմա այդ մարդկանց մեկուսացնում են եւ ընդհանուր հասարակության մեջ այնպիսի ապատիկ իրավիճակ են փորձում ստեղծվել, որ մարդիկ ասեն զզվեցինք, ոնց կարելի է այս միջավայրում ապրել ու այսպես կող քաշվեն, չմասնակցեն որևէ գործընթացին, չմասնակցեն ընտրությանը, իսկ որքան քիչ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան իշխանությունների ընտրվելու հավանականությունն ավելի բարձրանում է, որովհետև ինքը իշխանությունը ունի ադմինիստրատիվ ռեսուրս, ունի կազմակերպված ռեսուրս, իրենց մասնակցելիությունը ամեն դեպքում լինելու է։ Իսկ եթե քիչ է լինում մասնակցելիությունը ընտրություններին, իրանց այդ տոկոսը ավելի բարձրանալու է։ Տեսեք Երևանի ընտրություններին մինչև 30% մասնակցելիություն է եղել, դրանից հետո էլ նույնիսկ մեծամասնություն չեն կարողացել վերցնել։ Տիգրան Ավինյանը փոքրամասնության ղեկավար է։ Այսինքն եթե այդ ժամանակ ընդդիմությունը սուբյեկտիվ, օբյեկտիվ պատճառներով կարողանար ճիշտ համագործակցել, վստահաբար Երևանում ընդդիմադիր քաղաքապետը չկա, որ նույնը կլինի 2026 թվականին, ու այդ ամեն ինչը հաշվի առնելով որ նշեցիք քիչ առաջ, հնարավոր չի որ ընտրվելու շանսերը կմեծանան, եթե այդպիսի ռեպրեսիաներ են, իրականացվում։ Ես կարծում եմ հեշտ չի լինելու, որևէ տարբերակով հեշտ չի, այսինքն երկու հիմնական տարբերակական փողոցային պայքար, որի վերջնարդյունքը impeachment-ն է խորհրդարանում, իսկ ես այսօր դրա հավանականությունը ավելի ցածր եմ տեսնում, որովհետև նախ եւ առաջ փողոցային պայքարի կազմակերպման տեսանկյունից այդ մարդկանց համոզել, որ այս փուլում դուրս եկեք, ավելի բարդ է, որովհետև նախ ընտրություններն են մոտիկանում, եւ երկրորդն էլ այս համատարած ճնշումների ֆոնին շատ դժվար է մարդկանց համոզել, ավելի շուտ այդ line ֆորմատով ժողովրդի ներկայացվածությունն ապահովելու մասով, թե չէ առանձին ակցիաներ եւ այլ մնացածը հնարավոր է կազմակերպել, բայց համաժողովրդական շարժման տեսանկյունից ես այս փուլում գոնե հիմա մի քիչ ավելի դժվար եմ դա տեսնում։ Եվ երկրորդ տարբերակը բնականաբար ընտրություններն են։ Ընտրություններին այո, այսօրվանից արդեն խոսում է իշխանությունը որոշակի կուսակցություններ չգրանցելու մասին։ Մենք դա էլ ենք հասկանալու։ Հիմա ես ձեզ հետ այսօր խոսում եմ, բայց ես չգիտեմ միջև ընտրություններ ես էլ կլինեմ ազատության մեջ, թե ես չեմ լինի ազատության մեջ, որովհետև երբեմն որ ասում եմ բա սաղին ով այլախոհապոլին եք տալիս, կալանավորում եք, ձերբակալում եք, որպես իբր հակափաստակ ասում են, բա դուք ինչի եք խոսում։ Ես էլ իրենց բացատրում եմ բոլորի համար հերթ ունեք։ Ով որ ձեզ համար առաջնային վտանգ է ներկայացնում, իրենց ավելի շուտ եք տանում, ով մարդկային ռեսուրս ունի, իրենց ավելի շուտ եք տանում։ Իմ նկատմամբ հələ որ սահմանափակվում աֆերիկային գրովներով, ընտանիքի անդամների նկատմամբ ճնշումներով եւ այլն։ Հաջորդ քայլը միգուցե այո, ինձ նաեւ մեկուսացնեն, դրա համար ասում եմ, մինչեւ ընտրությունները մեզնից որևէ մեկը չգիտի, թե ով կմնա քաղաքական դաշտում մեծ հաշվով, այսինքն ով մեկուսացված չի լինի, բավականին բարդ է այս փուլում այդ եզրակացություններին գալը, բայց այն, որ ընդդիմությունը պետք է կոնսոլիդացված, բայց ոչ մի ցուցակով տարբեր ցուցակներով, տարբեր տրամաբանությամբ, բայց ընդհանուր մտքում ունենալով այն, որ ընտրությունները հեշտ չեն լինելու, նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը պարտվի այդ փոխանցման ժամանակ, այն ինչ տեղի ունեցել օրինակ Ռումինիայում, դուք գիտեք Ռումինիայում ընտրությունները հաղթում է մի մարդ, այնտեղ նույնիսկ շատ հետաքրքիր տեխնոլոգիաներ TikTok-ով եւ այլն, ընտրություններում հաղթում եմ կոնկրետ մարդ, հետո գործող իշխանությունը դիմում է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանով վճռակայացում, որ այս մարդը այլ երկրի շահերն է սպասարկում, այդ մարդուն չեզոքացնում են, նոր ընտրություններ եւ իրենք հաղթում են։ Այսինքն նույնիսկ փոխանցման ճանապարհին հազար ու մի բան կարող է տեղի ունենալ, դրա համար ընտրությունները պետք է նաեւ զուգորդված լինեն ինչ որ եռացող process-ներով, դա լինի փողոցում եռացող process եւ այլն, որպեսզի իշխանությունները զգան, որ ցանկացած իրենց կատարած գործողություն անհետևանք չի մնալու եւ ժողովուրդը ընտրատեղամասում գնալու է, իր քվեն կատարելու է ընդդեմ այս իշխանություններին, բայց նաեւ պատրաստ է լինելու իր քվեն պահել։ Եվաշում Տիկին Գրիգորյան, ալի վերադառնանք եկեղեցուն, այքան որ նշեցիք, որ նորմալ է, որ կարող են եկեղեցականների շուրջ տարբեր խնդիրներ լինեն, այլ բան, որ իշխանությունը դա իր սեփական շահերի ու կոնկրետ պրոյեկտում ընդհանուր եկեղեցու վրա, ինչ կարծիք ունեք, որ պես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի արդյոք պետք է լինեն եկեղեցում բարեփոխումներ ու ով պետք է դա ասի։ Դա չպետք է արդյոք ասի այն ժողովուրդը կամ քաղաքացիական պլատֆորմը, այլ ոչ թե իշխանությունը պետք է բարձրաձայնի ու լրիվ այլ տեսանկյունից։ Ես հիշում եմ Աճապահյանի հայտնի հարցազրույցներից մեկում ինքն էլ ասում է, եկեղեցում սրբեր չեն։ Ընդհանրապես երկրի վրա սրբեր չեն լինում։ Ու եկեղեցում էլ սրբեր չկան, եւ բոլոր փոփոխությունները բոլոր խնդիրները, որ կան եկեղեցում, պետք է ունենան իրենց լուծումները եկեղեցու միջոցով։ Բոլոր խնդիրների պատասխանը եկեղեցին է։ Եկեղեցին ինքը պետք է որոշումներ կայացնի, ինքը պետք է բարեփոխվի։ Ես անձամբ իսկապես կցանկանայի, որ հենց իրենք այդ բարեփոխումների միջոցով անցնեն։
Հա, ես հիմա խոնարհաբար, այսինքն ինձ թույլտվություն չունեմ, էլի, ես ինքս ինձ թույլ չեմ տալիս նման հորդորներ տալ, ինչ որ կոչեր անել, որ սա արեք, նա արեք, որովհետև ես գիտեմ, որ 1700 տարի եկեղեցին պահպանվել է։ Ու այդ պահպանվելը ոչ միայն իր ավանդականության շնորհիվ ա եղել, այլ նաև որոշակի ներքին փոփոխությունների շնորհիվ։ Աշխարհի 30-ին շատ քիչ ինստիտուտներ կան, որ կարող են մինչև 2000 տարի պահպանվել, իսկ այդ պահպանությունը նշանակում է ժամանակի ընթացքում նաև փոփոխություն։ Միգուցե հիմա շատ մենք կեղտոտ բանի միջով ենք անցնում, եկեղեցին չափազանց մեծ գրոհի է ենթարկվում, կեղտոտ միջովայր է եւ այլն, բայց նաև սա որպես հնարավորություն կարելի է օգտագործել ներքին որոշակի բարեփոխումների, մոդեռնիզացիայի գնալու համար, բայց սա իմ իհարկե խոնարհ կարծիքն է, ես ի տարբերություն իշխանությունների ինձ չեմ կարող թույլ տալ նման պնդումներ անել, հա, կոչերով դիմել եւ այլն եւ այլն։ Բայց սա կարելի օգտագործել նաև որպես հնարավորություն ներքին բարեփոխումների համար, բայց եկեղեցու խնդիրների լուծումը եկեղեցու ներսում են որևէ մեկը դրսից չի կարող պարտադրել, չի կարող ստիպել, այն էլ այնքան վուլգար, այն էլ այնքան այսպես վանդալիզմին ձգտող դրսևորումներով, ինչպիսին հիմա իրականացում է իշխանությունների կողմից։ Բայց ընդհանրապես այս իշխանություններին, որ լսում եմ հատկապես եկեղեցու հետ տեղի ունեցածի համատեքստում, ասում եմ, «Վլավ, ինչքան ցինիկ պետք է լինես, որ դու հազարամյակներով բնակեցված Արցախի հանձնումից հետո ձեն ու ծպտուն չհանես դադիվանքի մասով, ամարասի մասով, մեր եկեղեցիների մասով, որոնց ճակատագրի մասին մենք նույնիսկ լավատեղյակ չենք, ու փորձ չանես, օրինակ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գնա եւ այնտեղ տիրություն անի։ Այսինքն մեր եկեղեցիները, մեր ինքնության մաս հանդիսացող ինստիտուտները, հա, եկեղեցիները այնտեղ կարող են ավիրվել ու միևնույն ժամանակ դու կաս Հայաստանում ներսից քանդես։ Ու ես տեսնում եմ, որ մարդիկ իրենց պատկերացրած 4-րդ հանրապետությունը ամբողջությամբ Ալիևի պատկերացրած երկիրն է, որտեղ պետք է լինի Ալիևի պարտադրած սահմանադրությունը, Ալիևի պատկերացրած շատ քիչ սուբյեկտայնություն ունեցող եկեղեցի, որ ձայն ու ծպտուն չանի գերիների մասով, արցախցիների մասով, Արցախի եկեղեցիների մասով։ Ես տեսնում եմ, որ սա բացառապես այդ կոնտեքստը ունի, նույնիսկ գիտեք, ադրբեջանցիները սրանց այնքան նույնիսկ բանի տեղ չեն դնում, որ այդ պատվերը տալուց հետո մի հատ էլ հրապարակային են այդ ամեն ինչը ասում, բացահայտելով իրենց պլանը։ Օրինակ, եթե դուք նայեք թե Փաշինյանի եւ Փաշազադեի գործողություններն ու հայտարարությունները որքան սինխրոն են, դա ուղղակի աներևակայալի բան է։ Փաշազադեի բոլոր հայտարարություններից հետո տեղի ունենում Փաշինյանի համապատասխան գործողությունները եկեղեցու դեմ։ Ու Համլետ, պատկերացրեք, որ ես բացարձակ ուրախությամբ չեմ սա ասում։ Լինելով ընդդիմադիր ու քննադատելով այս գործողությունները, ես հասկանում եմ, որ սա ուղղակի ներքաղաքական օրակարգից շատ դուրս է։ Սա ներքաղաքական նույնիսկ օրակարգ չի։ Ես այնքան վատ եմ զգում, որ այն մարդը, ով որ 18 թվականին համաժողովրդական սեր ա վայելել, ու ասել է ժողովուրդ, ես ձեզ բազմաթիվ խնդիրներից կհանեմ, կլուծեմ, հիմա որտեղ պտտվում ես մի հատ խայտառակություն է։ Այդ ատելությունը իսկապես այն մարդը, ով ասում է, որ մենք սահմանի վրա խաղաղություն ենք հաստատել, իր երկրի ներսում համատարած բան է, պատերազմ է հայտարարել ժողովրդի դեմ։ Չի կարող մարդ ուզենալ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել, բայց թշնամանք հաստատել սեփական ժողովրդի հետ, սեփական քաղաքացիների հետ։ Ու ես տեսնում եմ հիմա շատ մեծ պահանջարկ մեր ժողովրդի մոտ ներքին խաղաղության օրակարգով։ Ու ներքին խաղաղությունը, արտաքին խաղաղությունը գրեթե նույն հարթության վրա են արդեն դրված։ Եվ մենք երբեք ներքին խաղաղության մասին այդպես նույնիսկ քննարկում չենք ունեցել, որովհետև այդ խնդրին չենք առերեսվել։ Այո, թշնամու հետ հարաբերությունների կարգավորում, խաղաղություն, խնդիրների լուծում մենք միշտ ենք ցանկացել, բայց հիմա միայն դրսի խաղաղության մասին է, սահմանի խաղաղության մասին է, բայց մենք մեր երկրի ներսում տեսնում ենք, որ բոլորը բոլորին ատում են, նույնիսկ տարական մարդկային հարաբերություններ հաստատելու ժամանակ փորձում են հասկանալ ինչ քաղաքական հայացքներ ունեն, որպեսզի ըստ այդմ որոշակի հարաբերություններ հաստատել կամ չհաստատել։ Սա խայտառակություն է եւ ես վստահ եմ, որ այս իշխանությունների հեռացումով նաեւ հեռանալու է այն համատարած ատելությունը, որ կա ժողովրդի մեջ։ Շնորհակալ ենք Տիկին Գրիգորյան այսօր մեզ ունկալելու համար։ Շնորհակալություն հարգելի հետևորդներ, կհանդիպենք